Պատարական ու շուտ։ Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Բարի լույս բոլորիդ։ Թող լույսը բացվի բարի, խաղաղ եւ օրհնված։ Սիրելիներս, եկեք միասին հավաքվենք, կոֆե խմենք։ Ինչքան ժամանակ է ես կոֆե չեմ դրել, իսկ հիմա որոշեցի մի քանի մարինկան քնած ես դնեմ իմ կոֆեն, դուք էլ ձերը եւ միասին խմենք, զրույցենք, սիրելիներս։ Հիմա ես իմ կոֆեն դնեմ, կարոտել եմ կոֆե դնելուն, Մարինեն որ տանն է արձակուրդ է, ինքն է միշտ դնում, իսկ հիմա այսօր ես որոշեցի ինքս դնել, որովհետև առավոտյան ժամը 7-ն է, թող քնի Մարինես, մի քանի օր է մնացել, որ դպրոցները արդեն սկսվեն, սիրելի հետևորդներ ջան, տրամադրությունս լավ է, աշխատանքային, այսօր թե ինչ պետք է պատրաստեմ կոֆե խմելու ընթացքում, ցույց կտամ եւ կասեմ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Գիտեմ, որ դուք էլ եք տիկին Մարինեի հետ սիրում կոֆե խմել, սիրելիներս։ Կոֆեն բարձրացավ հավեսով, մի հատ էլ սերը շուռ գա, անջատեմ ու գնացինք սիրելիներս, միասին կոֆե խմելու։ Սիրելիներս, ինչպես եք։ Հույսով եմ, որ լավ եք, ես էլ եմ լավ, ցանկանում եմ, որ միշտ ու միշտ լավ լինեք, ուրախ լինեք, հարգված, սիրված լինեք։ Առավոտվա կոֆեին ասել եմ ու կասեմ, ոչինչ չի հասնում, առավոտ շուտ, որ արթնանալուն պես լվացվում են կոֆեին դնում, դա մի ուրիշ զգացողություն է, սիրելիներս։ Մի տեսակ, թե սովորություն է դարձել մի կողմից հանգստություն է տալիս, նստում ես, խորհվում ես այդ մի բաժակ կոֆեյով, մի հատ վեր հիշում ես և մտածում ես այսօր ինչ ենք անելու, ոնց ենք անելու, ինչ ենք պատրաստելու, ամեն ինչի մասին էլ մտածում ես այս մի բաժակ կոֆեի շուրջ։ Այսօրվա եղանակը ոնց որ աշուն լինի, նախ քամոտ, անպամած, երեք ամբողջ գիշեր անձրև է եկել, կարելի ասել մի թեթև ոնց որ մրսեմ, այս երկար շորն եմ հագել, բայց դարձյալ այդ սառնություն է գալիս, արև չկա, անպամած, առավոտ շուտ է, երևի հետո դուրս կգա, բայց քամոտ է, վարագույրը տանում բերում է, որպեսզի մեզ չխանգարի մի քիչ այս կողմ նստեցի։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր կոֆեն խմեմ վերջացնեմ, մեր բանջարանոցից ես ինքս եմ քաղել պղպեղներ, սմբուկ, սոխ եմ հանել և մի փոքր համեմ եմ հանել նոր ցանած, տեսեք արմատները, սամիտ, մաղադանոց, ռեհան էլ տանը կար։ Այսօր պատրաստելու եմ ամառային բանջարեղեններով խորոված, որը ստացվում է շատ համեղ, երևակայի բոլորս էլ սիրում ենք, բոլորիս ընտանիքի անդամներն էլ սիրում են, սիրելիներս։ Եղանակի պատճառով դրսում չեմ պատրաստելու եմ ջեռոց մեջ։ Հիմա ձեզ հետ միասին սմբուկները չեմ լվացել, կսրբեմ, ձեզ հետ միասին կդնենք ջեռոցը, որպեսզի խորովվի։ Կարող ենք խորոված սմբուկով բիբարով աղցաններ պատրաստել, տարբեր տեսակի աղցաններ կարող ենք պատրաստել և մատուցել։ Կարող ենք սմբուկի վրա աղ, բուսայուղ, մի փոքր թարմը
մաղադանոց և սոխ։ Ես այսօր օգտագործել եմ համ կարմիր սոխ մեր հողամասից հանած, համ էլ սիրելի հետևորդներ ջան, սպիտակ։ Կարմիր սոխը շատ քաղցր սոխ է։ Արդեն փորձել ենք, աղցան ենք պատրաստել, երեկել սերտ սիլոտկա, հիշում եք որդիս գնումների մեջ գնել էր, կարտոշկա խաշեցի, ուղղակի ցույց չտվեցի։ Մի հատ էլ կարմիր մեծ գլուխ սոխ հանեցի, սիրուն կիսալուսնաձև մանրացրեցի, շատ համեղ էր, ասեմ, որ կարտոֆիլի յուղով, հուսայուղով չեմ տապակել, հենց խաշել եմ, մաքրել եմ և մատուցել եմ։ Վերցրել եմ ջեռոցի տապակը, մեջը դրել եմ յուղաթուղթ, այսենց ծակծկում են, գիտեք ինչի համար, սմբուկները ջեռոցում եփվելու ընթացքում կարող են ուռել և տրաքել, այդ դրա համար պետք է անպայման մի երկու տեղից ծակծկել, զգուշությամբ ենք մաքրում, փշեր կան, որը ծակծկում են, երկու տեղ այս ուռած մասերից, այսենց, որ իրա օդը դուրս գա և չուռի չպայթի։ Եփելու եմ 200 աստիճանի տակ, ընթացքում կնայենք, կհետևենք։ Ինչքան քաղեցինք, ինչքան խորովել ենք, դրել ենք սառցախցիկը, աղջկաս համար ենք խորովել, սառցախցիկն ենք դրել, տվել ենք, տարել են, բոլորին հյուրասիրել ենք, դեռ բավականին է կա, տեսնեմ, մուրաբա կարող եմ պատրաստել բադրջանից, մեծ են լինում ստեղի բադրջանները դրա համար։ Ֆուտսիցին, սիրելի հետևորդներ ջան, մեշոկով, բարդանով են այդ փոքր, մի ժամանակ առնում էի, ոյ փուշը ծակեց արդեն, մուրաբայի համար, բայց հիմա չգիտեմ, մեծ մեշոկներով վաճառում էին, քանի տարի հետաքրքիր բաղադրատոմսի ձև ունեմ, սկիսուր մայրիկիս բաղադրատոմսն է, բադրջանի մուրաբան, այս մեկը հլը տեսեք, որ չի կտրվում, թռավ, շատ, ընկյուզով էր պատրաստում, սիրելիներս, հետաքրքիր, շատ հետաքրքիր բաղադրատոմս է, սա արդեն տեղում կտրվել է, չեմ ուզում շատ մոտիկ խցկել, որ ազատ լինի, իրար վրա չլցնեմ, խաղել եմ, սաղ իրար վրա եմ լցրել, պակետի մեջ բերել եմ, որ կարողանամ բերել էլի, քայլելու համար, սիրելիներս, չէ որ հողամասը այգին խորթ ու բորթ է, դրա համար, հիմա մաքրեմ, այսենց սիրուն, շարեմ, նոր կհանդիպենք։ 200 աստիճանի տակ եմ վառել գազօջախը և դրել եմ սմբուկները եփվելու։ Մի քանի րոպե հետո կնայենք։ Տեսեք ինչ պղպեղներ են։ Մսոտ, ընտիր պղպեղներ են, քաղցրներն եմ խաղել, կծուկ է տանը։ Հլը, ավելի մեծերն էլ կան, ես չկարողացամ ման գալ, որ խաղեի, Մանիկը որ խաղի ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես, հլստե նայեք, մաքրեցի, պղպեղներն էլ սրանք էլ, այսեք, համ կանանչ գույնն ունենք, թողել ենք կարմրի, հիմա տեսնեմ, սա տղա է, 4 աղջիկ է, որ այսպես 4 հատ է, իսկ 3-ը տղա է, ընտիր, մսոտ
բիբարներ են։ Հիմա սիրելիներս հանել եմ նաև, տեսեք, սոխ, ինչ սոխեր են։ Դե այս ճաշատեսակի մեջ շատ սոխ է գնում։ Այս պոչի մասերը կմաքրեմ, նոր սիրում եմ հոսող ջրի տակ մաքրել, դանակը ինչ եղավ, հա, որ հոսող ջրի տակ մաքրեմ։ Պոչերը կկտրեմ, կտանեմ խոհանոց, ջրի տակ, նոր համ կմաքրեմ, համ էլ կլվանամ։ Սա այսպես կտանեմ ներս, հետո աղբը կթափեմ, այստեղ էլ հիմա նայեմ, կանանչիներն է, ռեհան էլ ունենք տանը, քաղած, սա մի քիչ սամիթ է, հազիվ եմ քաղել, կողքերից եմ քաղել, ես էլ մի փոքր հանել եմ, սրանք չորացրածներից են, գլխիկների կողքերից եմ հանել, ցանազները շատ մանր է, չկարողացա, շատ, հլը տեսեք ինչքան մանր է նաև մեր համեմը, դրա համար ռեհան էլ կկցեմ, արդեն բավական կլինի։ Ճիշտ եմ, չէ ասում, որ ծակելը ճիշտ է, ծակցկելը, արդեն ուռել է, այդ մեկը պայթել է, հիմա շուրտան մյուս կողմն էլ, պատառաքավոր շուրտան, մի կողմն էլ կեփի ու կհանեմ, լավ եփել է, ներսը տաք է չեմ կարողանում, ահա, լավ էլ ստացվում է, ճիշտ է, չի ստացվում դրսում որ խորով եք, բայց լավ է, արդեն լավ եփել է, տեսեք, հանեմ, սառի, որ մաքրեմ, տեսեք ինչ լավ եփել է, այսինքն կշարեմ մյուս ջեռոցի տապակի մեջ, միայն այդ մեկն է, հա պայթել, մնացածը լավ են մնացել, թող լավ սառի, կարևոր բաղադրիչը սմբուկը և պղպեղը եփած լինի, մնացածը արագ պատրաստվող է։ Այս թուղթը վերցնեմ, նորը դնեմ և շարեմ պղպեղները եփելու։ Նույն ձևի, սրանք չեմ ծակում։ Սմբուկել է դեռ մնացել։ Վերջ, հիմա դնենք հող եփի, լավ էլ ստացվում է։ Հետևորդներ ջան, արդեն սառել է սմբուկները ջեռոցի մեջ, որ եփել եմ, մի քանի հատ էլ մաքրել եմ կադրից դուրս։ Հիմա ձեզ հետ միասին մի քանի հատ մաքրեմ, մինչև ջեռոցի մեջի պղպեղները և մնացած սմբուկը եփի։ Ճիշտ է, օջախի վրայի սմբուկներին չի հասնի համը, բայց սա էլ է տարբերակ տնային պայմաններում, եթե հողամաս չկա, սեփական տուն չենք ապրում, հարմար է։ Այսօր ուղղակի անձրևոտ էր, կրակ չվառեցի, թե չէ կրակի վրա է եփելու, հլը տեսեք ինչքան նուրբ է, ձեռ չտված արդեն սիրելիներս դուրս է գալիս, ավելի լավ է այսպես մաքրեմ, ահա,
Մաքրում եմ և գնում եմ հիշողություն նորից։ Հիշում եմ, որ Հայաստան ապրած տարիներիս աշնան սեզոնին պատրաստում ենք տարաներով խորոված, պամիդորով, պղպեղով, խառնած։ Օջախ էր անում կիսուրս, մեծ լայն ժեշտ էր դնում, ժեշտ էին ասում, երկաթ։ Եվ խորովում էր, իրելի հետևորդներ ջան։ Մենք էլ հացներով նստած մաքրում էինք։ Այ համ ու հոտը այն ժամանակ էր, ուրախ, տրամադրված ենք այդ օրը, որ պետք է բանկափակ ենք, մի օր առաջ ճաշը եփում ենք տան աշխատավորների համար, որ ունենանք պատրաստի, գործերը վերջացնում էինք, որ հաջորդ օրը բանկա ենք փակում, կողքերը ճրջնում ավլում էր, ջուր էր ցանում, ճրջանք ենք ասում ենք, նոր նստում էինք, մուսրնել կեղտը, մի հատ ասել եմ, թեշտ ունեինք, այդ թեշտի մեջ էր լցնում, տեսնում եք, բանը, գազօջախի մեջ այնպես չի եփում, սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ օջախի, ամեն ինչ օջախով ենք պատրաստում, դե հիշեք սիրելիներս, պարկետի փետեր էին ծախում գնում ենք պարկետի փետերը, մի ավտո, մեր ամբողջ սեզոն մեզ հերիքում էր, ինչ ասես պատրաստում ենք, դեռ ավելանում էր, ամեն ինչ, այդ ժամանակ հլը այդ բան չենք վառում, այն լավ ժամանակներն էր, որ սայլարկա էին ասում, նավթ էին ասում, նավթի փետ, սայլարկայի փետով տունը տաքացնում էին, հետո սկսվեցին դժվար տարիները, բայց միևնույն ժամանակ լավ տարիները, հիմա տեսնեմ պղպեղը եփել է, հանեմ, որ սառի մաքրեմ, եկար խանութից, խանութ է գնացել Մարինեն, եկել է, տեսնենք ինչ է գնել, առել եմ հատ բուրգերի համար, շորտը պակետ, մեջը 3 հատիկ է, ավլիանքով շատելի կամ շնանի ծուրտ է դուրսը, որ է շրիգան պան, դետունը պամիդոր, թիքիար, միսատը կա ժամանակ, շատ բան պետք չի, պարշետ ունը կար, առել եմ պանի բուրգերի համար, շո էսի մեր ինչ պետք էր խանութից բուրգերի համար, մաման խնդրել եմ, որ անի, շուրտուար եմ առել, սատին պետք է, Մարինատի համար, ուզի բուրգի, ապրես, ամուշու պես բուրգի, տեսեք ինչ տաք է հագնվել, հո չմրսեցիր, մոդերս մրցան, լսում եք հետևորդներ ջան, որ ասում եմ ցուրտ է այսօր, դե ես անցնեմ իմ գործին Մարինա, դեռ պղպեղները պիտի մաքրեմ, դու էլ դասավորի ու մուսրը, աղբը տար թափի մի անգամից, արի իմ աղջիկ, որ էլ դուրս չգաս, քանի անձրևը կտրվել է, ես էլ անցնեմ իմ գործին, պղպեղներն էլ արդեն եփել են, սառել են, մաքրում եմ, կորիզներն էլ հանեմ, Մարինետ էլ գնաց պամիդոր բերեց, հլը տեսեք ցույց է տալու, ընտիր լոլիկ քաղեց եկավ, որ պատրաստեմ, ապրես Մարինե ջան, հիմա մի 5 րոպե կհամբերես, հանգստացի իմ աղջիկ, որ լրիվ հավաքեմ աղբը տամ, տանես մի անգամից թափես, էլ թո չմնա երեկոյան գարուշիկս հոգնած գա, տանի թափի, ցուրտ է շատ, այսքան շուտ ցրտերը, եղանակները փոխվեց, ցրտերն ընկնի լավ չի, հլը նոր ենք ուզում տաքանանք, բա ասեղ են ասում, ոչ տաք եք ուզում, ոչ ցուրտ ենք ուզում, չգիտենք մենք էլ թե ինչ ենք ուզում այս եղանակից, եղանակներ բարկացել է մեզ վրա, ասում է դե հերիք է, որ շոքում եք, շոքը չեք սիրում, հիմա ցրտին դիմացեք, մաքրեմ, սիրուն, սկսենք պատրաստելը,
Սա վերջինն է։ Տեսնում եք, ջեռոցի մեջինը ոնց որ հափուկ լինի մի տեսակ։ Ճիշտ է, լավ խորովել է, ընտիր խորովել է, բայց դե կրակինը միևնույն է, ուրիշ համ ունի։ Ահա, Մաքսեմ, սիրուն բոլորս, աղբն էլ հանեմ, Մարինկաս տանի թափի մի անգամից։ Նվանամ սիմին էստեղ լրիվ մաքրեմ, հետևորդներ ջան, կմիանանք։ Հետևորդներ ջան, արդեն բոլոր բաղադրիչները պատրաստ են, որպեսզի պատրաստեմ սոխառածով, համեղ, բանջարեղեններով ուտեստ։ Տապակի մեջ դրել եմ 2 մեծ կտոր կարագ, կարող ենք նաև բուսայուղով էլ պատրաստել, բայց ես որոշեցի կարագով, որպեսզի ավելի համեղ ստացվի։ Հիմա մինչ կարագը հալվի, ես էլ արդեն կպատրաստեմ, կմանրացնեմ սոխը։ Կարագը մինչև հալվի դառնա յուղ, յուղն էլ մի քիչ տաքանա, այդ ընթացքում ես կադրից դուրս բավականին մանրացրել եմ սոխը։ Հիմա 2-3 գլուխ թողել եմ ձեզ հետ միասին մանրացնեմ։ Մանրացնում եմ ոչ շատ խոշոր, ոչ էլ շատ մանր։ Մինչ կարագը հալվի, պատրաստում եմ սոխառած 2 տեսակի սոխից՝ կարմիր և սպիտակ։ Մեր հողամասի սոխն է, արդեն ցույց տվեցի և ասեցի։ Այս տարվա ժողովուրդ ջան, մեր հողամասի կարմիր սոխը շատ քաղցր է։ Հիմա կասեք տիկին Մարինե, վրայի կեղևը մաքրեմ, որ դուք սոխ չեք ուտում, ինչ գիտեք, քաղցր է, դառն է, թե կծու է։ Ճիշտ է, սիրելիներս, ընտանիքիս անդամներն են ուտում և ասում են, որ շատ քաղցր է, ջրալի և համեղ սոխ է, թե սպիտակը և թե կարմիր սոխը։ Բավականին շատ էլ մանրացնում եմ։ Այս ուտեստի մեջ շատ սոխը ավելի համեղ է դարձնում ուտեստը։ Հիմա մանրացնեմ, վերջացնեմ, նոր արդեն սկսեմ տապակել, սիրելի հետևորդներ ջան։ Կարագը արդեն լավ հալվեց, ավելացնում եմ կտրտած սոխը։ Ու խառնում։ Կտապակեմ այնքան, մինչև սոխը թուլանա։ Սոխը արդեն լավ տապակվել է։ Հիմա խառնելուց հետո տապակված սոխին կավելացնեմ մաքրած կտրտած լոլիկները։ Նորից կխառնեմ, բերանը կծածկեմ, կթողնեմ, որ լավ եփվի։ Մինչև լոլիկն է լավ եփի, սմբուկները 2 կես եմ անում, շատ չեմ մանրացնում։ Վերջ։ Հերիք է, մեջտեղից կիսում եմ։ Սմբուկները 2 կես անելուց հետո լցնում եմ ամանի մեջ։ Հիմա պղպեղներն եմ ուզում դանակով կտրտել, ոչ շատ մանր կտորների։ Կարող եմ չկտրտել, այդպես էլ դնել, բայց ուզում եմ 2 կես անել, սմբուկի նման։
կտրտած պղպեղը լցնում եմ նորից ամանի մեջ։ Հիմա հերթը հասավ արդեն կանաչիները, որ մանրացնեմ, խառը կանաչիները։ Մի հատ տախտակն ու դանակը մաքրեմ, նոր կանաչիները մանրացնեմ։ Ձեռքիս մեջ հավասարացնում եմ, հավաքում եմ կանաչին, հետո նոր կմանրացնեմ։ Այնպիսի մի անուշ բույր է գալիս այս թարմը խառը կանաչից, չեք պատկերացնի։ Մեր տնական ձեռքի մշակած կանաչին ուրիշ է, քան գնվածը։ Հավասարացրած կանաչիների ծայրի մասը կտրում հանում եմ։ Սիրում եմ, որ եթե կանաչի եմ մանրացնում, հավասարացնեմ, նոր մանրացնեմ։ Չեք պատկերացնի այս թարմը կանաչիների փունջը ինչ անուշ բուրմունք է տալիս։ Գնված կանաչիները այսքան անուշ հոտ չունեն, բուրմունք չունեն, ինչքան մեր ցանած կանաչին։ Իհարկե, գնված կանաչիները չգիտենք, թե ինչ քիմիայով են ջրում։ Իսկ մենք անարատ մաքուր, առանց քիմիայի, թե բանջարեղենները, թե կանաչիները համեղ են։ Հիմա մանրացնելուց հետո, սիրելիներս, նայեմ տեսնեմ պամիդորը լավ եփված լինի, նոր կավելացնեմ խորոված արած մնացած բանջարեղենները։ Մի փոքր էլ թող եփի, նոր կավելացնեմ, բերանը ծածկեմ, թող եփի։ Մի 5 րոպե։ Սե կանաչի է կպել ձեռքիս, ռեհան։ Պամիդորը լավ եփել է։ Մի հատ խառնեմ։ Տեսնում եք ինչ լավ ստացվել է։ Գդալ վերցնեմ, որ ավելացնեմ մի փոքր կարմիր աղացած քաղցր պղպեղ։ Խառնեմ և արդեն ավելացնեմ խորոված բանջարեղենները։ Պամիդորին սոխին ավելացնում եմ խորոված պղպեղը։ Հիմա ավելացնում եմ խորոված սմբուկը։ Խորոված սմբուկը լցնելուց հետո խառնում եմ, բերանը կծածկեմ տապակի, կթողնեմ, թող մի հատ եռա, նոր կավելացնեմ թարմը մանրացրած կանաչիները։ Բանջարեղեններով պատրաստված ուտեստին ավելացնում եմ աղ։ Չէի նկատել, որ աղամանի մեջ շատ քիչ աղ է մնացել։ Հիմա կբերեմ և կլցնեմ աղամանի մեջ աղ։ Մի հատ էլ խառնեմ և ավելացնեմ անուշ խառը թարմը կանաչին մանրացրած։ Ինձ մոտ ռեհան, համեմ, սամիտ և մաղադանոս է։ Հիմա մի փոքր էլ այսենց իրար տամ, բերանը ծածկեմ, բոլոր համերը համադրվեն իրար համովանան, նոր արդեն պատրաստ կլինի, սիրելի հետևորդներ ջան։ Էս մի փոքր կանաչին մնացել էր, սա էլ լցնեմ։ Մեր համեղ ամառային ուտեստը պատրաստ է։
խորոված սմբուկով, պղպեղով, թարմը լոլիկով, սոխով և կանաչիներով։ Պահ, 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 վայ չուտողին, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Ընթրիքն էլ պատրաստեցի, վերջացրեցի։ Շատ համեղ է, խորոված, արած բանջարեղեններով, սոխով պատրաստված ուտեստը։ Միշտ էլ պատրաստել ենք, միշտ էլ կերել ենք, միշտ էլ ամառային համեղ ուտեստ է, ճաշատեսակ է, աղցան էլ կարող ենք պատրաստել։ Մեր մայրիկներն էլ են նույն ձևի պատրաստել, մեր սկեյսուրներն էլ են նույն ձևի պատրաստել, տատիկներն էլ են պատրաստել։ Մենք նաև սիրում ենք միայն սմբուկով պատրաստել, սմբուկը խորովել, ցույց եմ տվել մի հոլովակում, թե ինչպես են պատրաստում, կարագ ենք դնում, վերջում էլ ջուր ենք կոտրում։ Վայ սիրելի հետևորդներ ջան, անենց եմ ուզում գնամ Հայաստան, էլ ասելու չի, ամեն անգամ եթե համով, հոտով մեր հայկական կերակրատեսակներն եմ պատրաստում, մտքով գնում եմ Հայաստան։ Մեկ է, մեր մեծերի սարքած կերակրատեսակների, ճաշերի համը ուրիշ էր։ Հարիսան թոնիրի մեջ էին պատրաստում պուտուկով, հացից հետո իջեցնում էին թոնիր, ամբողջ գիշեր մնում էր թոնրան մեջ, ինքն իրենով եփվում էր, թե գառան մսով, թե հավի մսով, համեղություն էր լինում, առավոտը հանում էին արդեն ընտիր հարիսան համով պատրաստել։ Ամեն ինչն էլ համեղ էր, մանավանդ լավաշը, որ թխում էր կիսուրս, քավլիցի չեմ գովաբանում, բայց սիրելի հետևորդներ ջան, այդ ինչ լավաշ էր թխում, մետրանոց, կարմիր, անուշ, մի հատ փռտիք չէր հանում, որ խմորը փռում ենք վրան, մենք մարզղկա ենք ասում, չգիտեմ ուրիշ շրջաներում ինչ են ասում, որ գունդը բացում ենք, թռում և թխում ենք, իրա ձեռքով էր կարել, մեծ, այն մեջի, չեմ կարող ասեմ նա ինչ ուռանճուղ էր, ինչ էր, չգիտեմ, դա միշտ գնում էր, մի ժամանակ բոշաներ կային, կհիշեք, բերում վաճառում էին, ամենամեծն էր վերցնում և միշտ փոխում էր այդ շորը, մաքուր, մաքուր։ Ինձ համար ամենածանր օրը հաց թխելու օրերն էր, սիրելիներս, տանջանքի օրեր էր, գրնակողը տեքորս կիններ տալս էր, ես ոտի վրա գնա արի, տար, բեր, Մարինե կոֆե դիր, Մարինե հացը, Մարինե գունդը, ամեն ինչը դժվարություն, ոչ թե դժվարությամբ էր, այլ հոգնեցուցիչ էր, ասում է երբ կլինի այդ ձմռվա մանավանդ հաց թխելու օրերը, որ էլ դուրս ուզեք, բայց լավ օրեր էր, վերջում էլ կարտոֆիլ էինք խփում կողը կիսուրս, բոքոն կլոր հաց էր անում, հանում էին, ճմուռ են ասում, հացը փրփում էր, յուղը դնում էր տաք բոքոնի մեջ, ուտում էին, ես չեմ սիրել երբեք, կերած չկամ, բայց ինձ ուզում էի փորձեի, միշտ ուզեցել եմ, բայց չեմ սիրել էլի, ոչ կարագ եմ ուտում, ոչ էլ հալածյող, հիշողությունները միշտ էլ մնում են։ Ճիշտն ասած, ցանկացա ձեզ հետ կոֆեն խմել, մի փոքր հանգստանալ, զրուցել, այսօրվա քամին հանգիստ չի տալիս, տեսնում եք ինչ է անում վարագույրը, մեկ անձրև է գալիս, մեկ արև է, 2 օր է անձրև է գալիս, հիմա կոֆեն խմեմ, վերջացնեմ, էլա գործ ունեմ անելու, լվացք պետք է անեմ, սիրելի հետևորդներ ջան, ճիշտ է ես ձեռքով չեմ անում, մեքենան պետք է անի, բայց դե անում ես, փռում ես, աշխատանք
Իմ թանկագին հետևորդներ ջան, դա էլ է աշխատանք, բայց ձեռքի լվացքին չի հասնի, այնքան եմ ուզում մի օր ձեռքով լվացք անեմ, մեծ տաշ չունեմ, թե չէ կլվանամ։ Հիշում եմ, սիրելիներս, նասկիները, մանավանդ սպիտակ նասկիները հագցնում էի ձեռքիս մեջ, օճառը քսում էի սև, հիմա այդ սև օճառներից չեմ հանդիպում, թե ես եմ շատ ուշուշ խանութ գնում չեմ տեսնում, հիմա սպիտակ ավելի լավ օճառներ կան, նասկիների համար քսում ես, լավ մաքրում է, չոտկով էի անում, հիմա աղջիկս է այդպես լվանում, բա այդպես լվանում էինք, ինչքան էինք պարզաջրում, ինչքան ջուր էինք բերում, այդ ժամանակ, որ ես ամուսնացա, դեռ ծորակ չկար, տռանտ չունեին։ Մի խոսքով, համ լավ օրեր կար, համ էլ դժվար ու տանջալից օրեր։ Օրեր, մեր հուշերի քաղցր օրեր։ Այս հիշողության նոտայով էլ ավարտում եմ այսօրվա հոլովակը, մաղթում ձեզ, սիրելիներս, իմ անուշիկներ, եղեք առողջ, ուրախ, երջանիկ, օրհնված, սիրեք մեկըդ մեկին, սիրո մեջ մնաք, սիրում եմ ձեզ բոլորի թանկագիրներս, ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, ստեսություն, մինչ նոր հոլովակ։